Աստվածն ես իմ Ամենակարող Աստվածն ես իմ Հիսուս Ամենակարող Աստված իմ Տեր Հիսուս Քրիստոս Տեր ջան գալիս ենք քո առաջ Հիսուս Հայր խնդրում եմ քո հարս եկեղեցու համար Տեր այստեղ գտնվող ամեն մարդու համար Տեր իմ Աստված ողորմած Աստված Տեր ես խնդրում եմ որ դու ողորմես Տեր իմ Աստված որ դու մաքրես Տեր որ դու սրբես Տեր իմ Աստված մեզ սրբես քո հարս եկեղեցին Տեր իմ Աստված տաս մեզ զորություն Տեր իմ Աստված ազատվելու Տեր այն ամեն կապանքներից որից որ ինքնորեն չենք կարա Տեր քո հետ կարանք Հիսուս Ես խնդրում եմ Սուրբ Հոգի քո հարս եկեղեցու համար Տեր խնդրում եմ Տեր իմ Աստված որ դու անցնես շարքերով Տեր հպվես ամեն մարդու սրտի Տեր հեռացնես ամեն տեսակ թախից տրտմություն նենգություն չարություն Տեր իմ Աստված փոխարենը լցնես սեր ուրախություն խաղաղություն Տեր ժուշկալություն Տեր թող քո Սուրբ Հոգու պտուղներով լցված լինի քո հարս եկեղեցու ամեն անդամ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր ես խնդրում եմ Տեր իմ Աստված Կրասնոդար քաղաքի համար, այստեղ բնակվող ամեն մի հայախոս ժողովրդի համար Հիսուս, ես խնդրում եմ Տեր իմ Աստված, քո Սուրբ Հոգու կրակը Տեր իմ Աստված, թող լցվի ամեն մեկիս մեջ Տեր, որ այդ կրակով Տեր իմ Աստված, գնանք, տանենք այդ խոսքը Տեր, փրկության ավետարանը Տեր, լույսը Տեր, հասցնենք ամեն մի հայախոս ընտանիք Հիսուսի զորավոր անունով Տեր, Տեր թող քո խոսքը Տեր իմ Աստված կատարվի Տեր ես քաղաքում Տեր ամեն մեկիս կյանքում ամեն մեկիս մեջ եւ ամեն մեկիս միջոցով Տեր որ հիվանդների վրա Տեր իմ Աստված ձեռները դնենք Տեր աղոթենք Տեր ու բժշկվեն հիվանդները Տեր դիվահարները ազատագրվեն Տեր իմ Աստված ու աղքատներին Տեր ավետարան քարոզվի Տեր այն մարդիկ ովքեր որ ունեն քո խոսքի կարիքը Տեր ամեն մեկս ունենք Տեր քո խոսքի կարիքը Տեր օգտագործի քո հարս եկեղեցուն ամեն մեկին Տեր իմ Աստված որպեսզի տարածի Տեր քո ավետարանի լույսը Հիսուսի զորավոր անունով Տեր ես խնդրում եմ Սուրբ Հոգի այսօր այստեղ հենց հիմա այս վայրում Տեր որ քո հոգին Տեր իմ Աստված հենց հիմա բժշկի Տեր ամեն բժշկության կարիք ունեցողին Հիսուսի զորավոր անունով Տեր թող քո հոգին Տեր իմ Աստված թող քո լապող կրակը Տեր լցվի Տեր իմ Աստված քո հարս եկեղեցու վրա հենց հիմա Տեր իմ Աստված ու Տեր թող լապի ամեն տեսակ հիվանդություն Տեր Հիսուսի զորավոր անունով Տեր որ տկարները բժշկվեն Տեր Հիսուսի զորավոր անունով Հալելույա Միաբանության մեջ Տեր աղոթում ենք ամեն մեկի համար ովքեր որ կոմենտարյաներ են գրել, SMS-ներ են գրել, ովքեր որ ունեն բժշկության կարիք, ովքեր որ խնդրել են, որ իրանց համար աղոթենք, իրանց ընտանիքների Տեր, իրանց երեխեքի, թոռների, ծնողների Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, քո կատարյալ կամքն եմ հռչակում Տեր իմ Աստված, ամեն մարդու համար Տեր ում համար որ գրել են, բարձրացնում ենք միաբանության մեջ աղոթք Տեր, ազատագրես Տեր իմ Աստված, ամեն պիղծ սայթերի մեջ գտնվող մարդկանց Հիսուսի զորավոր անունով Տեր, Տեր իմ Աստված բժշկես ամեն հիվանդությունից Տեր իմ Աստված, օրհնում եմ Տեր ջան, այսօրվա ծառայությունը եւ խնդրում եմ քո Սուրբ Հոգու հսկողությունն ու առաջնորդությունը լինի իմ շուրթերի վրա Տեր, որ ասեմ այն ինչը որ դու կկամենաս որ ասեմ եւ ինձանից ոչինչ չասեմ Տեր եւ թող փառավորվի քո անունը Հավիտյանս Հավիտենից ամեն Հալելույա 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 Նենց զորավոր ու քաղցր ներկայություն կա Նենց զորավոր քաղցր ներկայություն կա Գիտես որ կարդում ես Աստվածաշունչը ընդ հստակ տեղեր կա որ երբ որ քարոզում է Տերը ու տենում է զորություն կա բժշկելու Հավատք կա բժշկություն վերցնելու
Այսօր այդ յուրահատուկ օրերից մեկն է։ Խնդրում եմ բաց չթողնես։ Խնդրում եմ հանգարց բաց չթողնես։ Ամեն մեկիս համար Տերը այսօր յուրահատուկ գործ ունի անելու։ Ես հավատում եմ ինձանից սկսած։ Ու գիտես, կապ չունի ինչ խնդիրով ես դու ստեգե, կապ չունի ինչ հիվանդությունով ես եկե, կապ չունի ինչ պրոբլեմով ես եկե։ Լսի, Տերը ամեն պրոբլեմներից վեր է։ Գիտես ինչի, որովհետև ինքը ամենակարող Աստված է։ Ամեն փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Աստվածն ամենակարող Աստվածն ամենակարող Աստվածն Հալելույա Հիսուս, դու իմ ամենակարող Աստվածն ես, միակ ու ճշմարիտ Աստվածը, ամեն, փառք Հիսուսին, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, հալելույա, ողջ փառքն ու ծափահարությունները Տիրոջն են, ամեն, հալելույա, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի, շատ լավ ես արել, որ միացել ես, ուզում եմ եկեղեցի քեզ այսօր յուրահատուկ շնորհակալություն հայտնեմ, որ այսենց առատորեն եկել ես եկեղեցի, ու մենակ չես եկել, փառք Հիսուսին, հալելույա, Սելիս, գիտես, հիմա կասես, հադը ես իմ համար եմ եկել, դու քո համար ես եկել, բայց ես դրանից ուրախանում եմ, որ դու քո համար գալիս ես եկեղեցի, հետն էլ ինչ որ մեկին է բերում ես, ասում ես, դե դու քո համար ես գալիս, որ իրան էլ ես քո համար բերում, ինքն էլ է իր համար գալի եկեղեցի, ես դրանից ուրախանում եմ, գիտես ինչի, որովհետև իմ հոր ուրախությունն է, իմ երկնային հայրը, իմ Տեր Հիսուս Քրիստոսը ուրախանում է, որ իր զավակները միաբան հավաքվելը չեն թողել, ամեն, որ իր հարս եկեղեցին լցվում է, ամեն սխալ տեղերը դարդակվում են, Քրիստոսի հարս եկեղեցիները լցվում, ամեն, փառք տուր Աստծուն ու կարաս նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ, շնորհակալություն փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, շատ օրհնի, հալելույա, փառք Հիսուսին, այս քաղցր ներկայության մեջ մի խոսք կա, Տերը դրել է սրտիս, մտածում եմ, հավատում եմ, որ Աստված, ոչ թե մտածում եմ, այլ հավատում եմ, որ Աստված ամեն մեկիս բան ունի ասելու, ամեն, փառք Հիսուսին, գիտես, շատ հետաքրքիր է, երբ որ ծառայությունների ժամանակ մեկ ինձ վատ կոմենտարյաներ են գրում, լավ իմաստով վատ կոմենտարյաներ, ու գիտես, հենց վատ կոմենտարյաներ են գրում, չգիտեմ, ուրիշ ժանրի մեջի կոմենտարյաններ, հաղորդագրություններ են գրում ու ասես նայում եմ, էլի հետաքրքիր, ասենք ես ինչ պետք է պատասխանեմ այդ մարդկանց, էլի ասենք մարդը մտել է կոմենտարյան, ասենք բան ու գործ չունի, ժամանակ է կորցրել, ժամուկես նստե, նայել է ամենավերջի ասածս կամ ամենավերջի քմծիծաղս իրա դուրը չի եկե, հենց այդ քմծիծաղի հետ կապված կամ այդ ինչ որ ասածից հետ կապված մի հատ լավ հարուստ ժանրի մեջ բան է գրել ու սպասում է երևի ես պետքա պատասխանեմ, տենաս ինչ պետքա պատասխանեմ, ոչ մի բան, գիտես ուզում եմ նման կոմենտարյաներ գրողներին շնորհակալություն հայտնեմ,
Իրանք իմ թշնամիները չեն, բայց Աստծո խոսքը ասում է նույնիսկ յետև ամենավատ բանն էլ են գրում, իմ Տերը ինձ ինչ է սովորացնում։ Օրհնենք իրանց, ամեն։ Արեք մի հատ փառք տանք Աստծուն։ Միգուցե մեր քույր ու եղբայրները դենց բան, որ գրում են որ տենան, որ մենք իրանց օրհնում ենք, միգուցե հասկանան, որ չի կարելի, հա, դենց բան գրել։ Իրանք ինչ չեն կպնում, Աստծո ժողովրդին ու Աստծո Տիրոջ եկեղեցուն են կպնում։ Փառք Հիսուսին։ Ու գիտեք, հետաքրքիր է, որ երբ որ այս խոսքը պատրաստում էին, նման բաներ, նման իրավիճակներ շատ էին եղնում, նման բաներ շատ են լինում, ու ես զարմանում եմ, որ մեկ-մեկ նայում եմ մեր եկեղեցու քույր ու եղբայրներից մարդիկ մտնում են այդ կոմենտարիաներին, փոխանակ սիրով պատասխանեն կամ ընդհանրապես չպատասխանեն, մեկ է մտնում են ու գրում են դու вообще գիտես ով է, դու գիտես вообще ինչ ես գրում, դու ճանաչում ես այդ մարդուն, հա նորմալ է, փառք Աստծո, շնորհակալ եմ, բայց սիրելիներս պետք չի ինձի պաշտպանել, հավատացեք պետք չի, ես դրա կարիքը չունեմ, գիտեք ես այդ իմ Տիրոջից եմ վերցրել, Տերը ոչ մեկին չէր թույլ տալիս իրան թուր ու թվանքով կներեք ես բառիս համար, ինչ որ պաշտպանեն, այդ պաշտպանության կարիքը Տերը չուներ։ Գիտես շատ հետաքրքիր է, երբ որ ես նայում եմ, որ մարդը բան է գրում, ասում եմ թողեք ես օրհնվեմ, որովհետև Աստված ասում է օրհնյալ եք դուք, եթե իմ անունի համար ձեզի նախատում են։ Փառք Հիսուսին, մենք պետք է մենակ ուրախանանք։ Փառք Տիրոջը։ Ու գիտես այսօր մի խոսք, որ Տերը դրել է իմ սրտին, շատ ավելի կարևոր է, շատ ավելի արդիական է, քան թե այն ինչ որ մեկը ինձ կարա կոմենտ գրի ու կարա այդ կոմենտով վիրավորի։ Ու այս ինչը որ ասում եմ, ու այս խոսքը որ պատրաստել եմ, սելիս ուզում եմ հասկանաս, իմ համար չեմ պատրաստել, ես էլ ունեմ ստեղից բան վերցնելու, ու գիտես այս խոսքը բոլորիս է վերաբերվում։ Բոլորս այս խոսքի հետ առնչվում ենք, բոլորս նման իրավիճակներում հայտնվում ենք, բոլորս էլ մի անգամ կամ դավաճանել ենք, կամ մեզ դավաճանել են։ Հիմա ուզում եմ հարցնեմ, ինչ եք կարծում, որ դավաճանությունն է ավելի ցավոտ, այսինքն որն է կոչվում, որն ենք մենք ընդունում դավաճանություն, որն է ցավոտ, այ կարա ինչ որ մեկի վատ հաղորդագրությունը իմ համար ցավոտ եղնի։ Հա, կարա ինչ որ մեկը ինչ որ մի հատ բան գրի ու իմ համար ցավոտ եղնի, ասեմ սիրտս, այս ինչ վատ է, այս ինչ վատ կոմենտար է գրել։ Կարամ կարտամ ու անցնեմ, ընդհանրապես ուշադրությունը չդարձնեմ, բայց գիտես որ դավաճանությունն է ցավոտ։ Պաչ պրոշտով դավաճանությունը։ Այսօրվա խոսքը դենց է վերնագրել եմ, սիրելիներս։ Պաչ պրոշտով դավաճան։ Պաչ պրոշտով դավաճան, հիմա կարող մտածես, ասես, ընտեն ասես ինչի մասին, հա հով է խոսում։ Ու մեկ կանցնենք, sense կմտնենք, քիչ-քիչ դե ոլորտների կկպնենք ու կտենաս, որ հնարավոր է, որ դու էլ ինչ որ միտեղ առնչվում ես դրա հետ։ Ու քո վրա աշխատես, հա։ Չնայած լավ, մեզի չեմ ասում, հա։ Մենք չէ, դե մենք սուրբ ենք, մարդիկ, ուրիշները։ Առակաց 20:19 Տեսեք, ես որ ուսումնասիրում եմ ես տեղը, շատ հետաքրքիր ինքը մեկնություն ունի, որ ուսումնասիրում եմ հрьяաները գիտեք ինչն էին համարում դավաճանություն։ Ծածուկ բանի բացահայտումը։ Ծածուկ բանի բացահայտումը համարում էին դավաճանություն։ Բացահայտում գիտես ինչ որ մի բան ծածուկ էր, որ դրա մասին ոչ մեկ պետքա չիմանար, բայց ինչ որ միտեղ դրա մասին լսվում էր, ինչ որ մի բան միտեղից իմանում էին, դրան համարում էին դավաճանություն։ Առակաց 20:19 տեսեք ինչ ասում։ Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը, ուրեմն շուրտը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր։ Հիմա տես, ինչ որ մեկը քեզի գալիս ասում է մի բան ասեմ մարդու չասես։ Ինչքան ես լսել այդ արտահայտությունը։ Սիրես, գիտես, հենց որ ինչ որ մարդ ինձ մոդենում ասում է մի բան ասեմ մարդու չասես, ես քեզ վստահ ասում եմ, ես հերթական մեկն եմ, ում որ ինքը այդ ամեն ինչը ասել է։ Ուրեմն կամ ինձանից առաջ, կամ ինձանից հետո ինչ որ մեկին ասում է։ Եթե գալիս ասենց մի բան ասեմ մարդու չասես, այս ոգևորված տեքստով գալիս է, ոգևորված արդեն գալիս է, ուրեմն իմացի հաստատ դու ոչ առաջինն ես, ոչ է կլինես վերջինը։
Ու ինչ որ մի տեղից հանկարծ լսում ես, ինչ որ մեկը խոսում է, ու դու ասում ես կարող է հանկարծ ես ինչ որ մեկի մոտ, ախր չէ, ես ոչ մեկի մոտ բան չեմ ասել, բայց այս մարդը ուր դից գիտի, ու այդ մարդն էլ, դու էլ մտածում ես, որ այդ մարդը մենակ քեզ ասե, բայց չգիտես ինչի, ինչ որ մի տեղից, ինչ որ այս մարդն է գիտի, ու դու արդեն սկսում ես քո վրա կասկածել, կարող է ես եմ։ Կարող է ես եմ ինչ որ բան արել, բայց ելիս ուզում եմ ասեմ, հենց որ քեզի մեկը կգա, կմոդենա, կասի մի բան ասեմ մարդու չասես, գիտես մի հատ հարց տուր, հաստատ մենակ ինձ ես ասում։ Բայց վստահ ես, որ ես դրա մասին պետք է իմանամ։ Երբ որ ինչ որ մի մարդ գալիս է ու ասում է մի հատ բան եմ ուզում ասեմ, մի բան եմ ուզում պատմեմ, ասում եմ, հա, խնդիր չկա, կհանդիպենք կամ ծառայությունը կվերջանա կամ ծառայությունից հետո կամ ինչ որ զանգարում են, հանդիպենք մի հատ նստենք, խոսանք ու գիտեք մի հատ ասում եմ, լավ, խնդիր չկա։ Ու հենց որ ասում է, այս մարդու մասին է, ինչ որ մեկի մասին եմ ուզում խոսամ, գիտես առաջի հարցը, որ իրան տալիս են որն է։ Այդ մարդը գիտի։ Այդ մարդը գիտի, որ դու եկել ես իր մասին իմ հետ խոսալու։ Ասում է, դե չէ, դե այդ ինենց բանը, ասեմ, իսկ միգուցե լավ կլիներ, որ դու գնայր սկզբից այդ մարդու հետ խոսայր։ Գնայր այդ խնդիրը, ինչ խնդիրը որ տեսել ես, միգուցե գնայր այդ մարդու հետ խոսայր, այդ մարդուն ասեիր։ Դենց երևի ավելի հեշտ կլիներ։ Ուշադիր, գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը։ Հերիք չի գաղտնիքը հայտնում է, բայց նպատակը ինչ որ մի բան սարքելն է։ Ինչ որ մի բան սարքելն է, միտումը ինչ որ մի բան սարքի, ինչ որ մի բան ավելացնի, բան սարկությամբ ման եկողը, բան առիթ է ման գալիս բան սարքելու։ Մեր եղբայրներից մեկի հետ էինք խոսում, գիտեք, հետաքրքիր բան ասավ, ասում է, գիտես, ասում է, հետաքրքիր ինչն է, Կարճան, մենք նույնքի մեր եղբայրը եկեղեցուց չի, բայց ինձ եղբայր է, ասում է, գիտես ինչն է հետաքրքիր, Կարճան, ասում եմ, մի հատ աշխատող ունեմ։ Այ մարդ, այդ աշխատողը չի կարա ինչ որ մեկի մասին մի բան չասի։ Ամեն օր ասում է, գործը բրձնում է, մեկ է գալիս է, ոնց որ հեչ ընդհանրապես կապ չունի, էլի ասում է, բանը, այսօր օրինակի համար, հա, այսօր Պողոսը ստանոկը միացրած էր թողը։ Միտումդ որն է, որ այդ ամեն ինչը ասում ես։ Միտումդ որն է, լավ համարենք ես, Պողոսս, դիդավորյալ, կամ մոռացել եմ, կամ ոչ դիդավորյալ, մոռացել եմ այդ սարքը թողել եմ միացրած։ Եթե մենք մի կոլեկտիվ ենք, միտեղ աշխատում ենք իրար հետ, չէր եղնի, որ գայր իմ հետևից այդ ստանոկը անջադեիր, այդ սարքը անջադեիր, չգնայր վերադասին էլ ասեիր իմացած, չէ, Պողոսը ստանոկը անջադած էր թողել։ Ուզում ես ինչ ես ուզում ցույց տաս դրանով։ Ինչ ես ուզում ցույց տաս դրանով։ Գիտես ամենավատ, սելիս, ամենավատ բանը, որ տեղի է ունենում, ամենավատ դավաճանությունը, երբ որ ես ինտերնետում բացում եմ, փորձում եմ, հենց գրում եմ դավաճանություն, համար մեկ, աշխարհի համար մեկ դավաճանությունը, գիտեք որն է բացում։ Հենց գրում եք դավաճանություն, Google-ի ամենաշատ ցուցանիշը, որ ինքը բացում է ամենաշատ, որ նայել են դավաճանությունը, դա ամուսինքին դավաճանության մասին չի։ Հենց որ դավաճանություն են գրում, բացում է Հուդայի եւ Հիսուսի դավաճանությունը։ Ոնց է Հուդան դավաճանում Հիսուսին։ Համբյուրով, պաճպրոշտով։ Սելիս ուզում եմ մի հատ իրար հետ մի բան մտածենք, պատկերացնենք։ Լսեք, համբյուրը շատ ինտիմ բան է, այսինքն եթե մարդ այնքան մոդիկ է քեզ, որ կարա գա քեզի համբյուրի, այդ մարդու դավաճանությունն է ցավոտ։ Ուշադիր ես, հիմա գնանք իրար հետ հին ուխտ, դատավորած գիրք։ Մեր եղբայրը Սամսոնը հզոր տղա էր, ուժեղ տղա։ Ու գիտես մի օր մի հատ որոշում է կայացնում, որ պետք է ամուսնանա ու ամուսնանում է ոչ նրա հետ, որ ինքը պետք է ամուսնանար, իր ազգից չի ուզում, ինչ որ մի տեղից, ինչ որ մեկին ուզում է, չեմ ուզում շատ խորանամ, ու գիտեք հետաքրքիր ինչն է, դատավորած 16-րդ գլուխ 5-րդ խոսքում տեսեք ինչա տեղ ունենում, եւ փղշտացիների նախարարները այն կկամ մոտ գնացին եւ նրան
ասեցին. նրան խաբիր եւ տես, թե նրա մեծ զորությունը ինչումն է, թե ինչով կարող ենք նրան հաղթել, որ նրան հաղթենք եւ տկարացնենք։ Եվ մենք քեզ ամեն մեկս 1100 արծաթ կտանք։ Մենք ամեն մեկս ասում է քեզ 1100 արծաթ կտանք։ Այ մարդ, զարմանում եմ ես կնոջ վրա, գիտես չէ, Դալիլայի։ Աշխարհի ամենաուժեղ տղու հետ ամուսնացել ես, ինչ ուզես կանի քո համար։ Միթե կարար այդ 1100 արծաթը ամեն մեկի տված 1100 արծաթը այդքան արժեք ունենար, ինչքան որ զորավոր մարդը որ քո ամուսինն է։ Միթե աշխարհի այդ արծաթն ու ոսկին այնքան արժեք ունեն, այնքան կարևոր են, ինչքան որ Աստծուց տված այդ զորությունը։ Ու գիտեք ցավալին որն է, մի քանի անգամ փորձում է, ու մենք կտենանք, մի քանի անգամ ինքը փորձում է, ասում է դե մի 7 հաց 4 բանով կաբեն, ճյուղերով այդ ժամանակ ասում է զորությունս կկորի, մի խոսքով այնքան է համոզում, այնքան, որ Սամսոնը սրտից սիրտ կիսվում է։ Սամսոնը սրտից սիրտ կիսվում է, պատմում է, պատկերացնում ես, պատմում է։ Այն մեկին, ում հետ որ պաճպրոշտով հարաբերություն ունի։ 17-րդ խոսքում տեսեք ինչ է ասում։ Դատավորաց 16-17 Եվ նա իր սրտի միջի բոլոր եղածը նրան հայտնեց եւ ասեց նրան։ Այստեղ ուզում եմ կանգ առնենք։ Եվ նա իր սրտի մեջի բոլոր եղածը նրան ասեց եւ հայտնեց նրան։ Միթե կարելի է այն մարդ, ով որ քո մոտ գալիս է, իր սիրտը կիսվում է, ամեն ինչ դադարվում է, միթե կարելի է այդ վերցնել ու օգտագործել այդ մարդու դեմ, որպեսզի այդ մարդուն տկարացնես։ Միթե կարելի է վերցնել այն ինչը որ մարդ, ով որ քո մոտ սիրտը բացվում է, միթե կարելի է դա վերցնես, օգտագործես, որ հերիք չի ինքը տկարանա ու գիտես ինչ, որ դու շահ ունենաս։ Ստեղ գիտես ինչ էր անում, աճոք չէր հավաքում, կներեք ես բարես համար, գրբաններ լցնում։ Բայց ինչ անի։ Տասնութերորդ խոսքը, շարունակությունը, իմ գլխի վրա ածելի չի եղած, որովհետև իմ մոր արգանդից ես Աստծո ուխտավորն եմ։ Եթե ածիլվեմ, իմ ուժը ինձանից կգնա, եւ ես կտակարանամ եւ ամեն մարդկանց պես կդառնամ։ Սիրելիս, ուզում եմ այստեղ քեզ մի հատ բան ասեմ։ Այս երկրի օրենքը, Ռուսաստանի Հանրապետության օրենքը եւ բոլոր հիմնականում բոլոր երկրների օրենքները հովիվներին պաշտպանում են։ Հիմա կասես, ոնց։ Հիմա տես օրենքով Ռուսաստանում գրված օրենքի համար եմ ասում։ Օրենքով ես իրավունք ունեմ ցանկացած հաստատությունում, ինչ դա կլինի տարբեր ոլորտի, դա կլինի քրեական, չգիտեմ ինչ, ինձ կարան տանեն բաժին ու ասեն, ասա, ինչա օրինակի համար այս եղբայրը քո մոտ խոստովան է, ես իրավունք ունեմ չասելու։ Ուշադիր ես, Աստված դրա մասին էլ հոգ տարե, որ ես այդտեղ էլ ամուր եղնեմ, որ եթե մարդ եկել է իմ մոտ խոստովանել է, որ ինքը մեղքի, չգիտեմ, հանցագործություն արե, ես իրավունք ունեմ դա չբացահայտելու։ Բայց այստեղ Սամսոնը իր սրտից կիսվում է, ու գիտեք ինչա տեղի ունենում, Դալիլան վերցնում, Գերբանը հարստացնելու, մի քանի կոպեկ փող, ամեն մեկը, չգիտեմ քանի քահանային եկե, թե երկուսը, թե երեքը, 3300 արծաթ են տալիս, որպեսզի Սամսոնին տկարացնեն։ Սրանով չի վերջանում։ Տասնութերորդ խոսքը, եւ երբ որ Դալիլան տեսավ, որ
Նա իր սիրտի մեջի բոլոր եղածը իրեն հայտնեց, փղեշտացիներին, նախարարներին կանչել տվավ եւ ասեց. այս անգամ վեր եկեք, որովհետեւ իր սրտի միջի բոլոր եղածը ինձ հայտնել է։ Այն ժամանակ փղեշտացի նախարարները նրա մոտ վեր գնացին եւ արծաթն էլ իրենց ձեռքին բերին եւ Դալիլան նրան իր ծնկների վրա քնացրեց։ Էսի գիտես որն է, որ հանգարց ինչ-որ մի բան իմանում ես, որ ինչ-որ մի հատ վատ բան է եղնում, ու հենց այդ վատ բանը քո գլխին բերողը փափուկ բարձ է դնում քո գլխի տակ։ Այդ վատ բանը քո գլխին բերողը փափուկ բարձ է բերում գլխի տակ։ Եվ Դալիլան ասում է իր ծնկների վրա քնացրեց։ Քնի ոչ մի բան չի եղնի, ես ստեղ եմ, ես հետդ եմ, ոչ մի բան չի եղնի։ Ու հենց այդ ավադ էլի։ Եվ մի մարդ կանչեց եւ նրա գլխի 7 բաժինը մազերը ածիլով ածիլել տվեց եւ սկսեց նրան տկարացնել եւ նրա ուժերը նրանցից գնացին եւ երբ որ Սամսոնին արթնացնում են, Սամսոնը առաջի բանը որ հասկանում է, գիտեք ինչ է տեղի ունենում, հասկանում է որ Տերը իրանից գնացել է։ Գիտեք այստեղ մի հատ բան կա, բաժին կա, որ այս մեղքի բաժինը Սամսոնինն էր։ Այս մեղքի բաժինը Սամսոնինն էր։ Սելիս, հիմա կասես, ահա դավաճանից ենք խոսում, բայց գիտես, իմ ու քո համար շատ հետաքրքիր մի հատ կոնտեքստ կա, որ չծնված, ասում եմ, իմ մոր արգանդից ես Աստծո ուխտավորն էի, քեզով իրավունք տվեց, քո ու Աստծո ուխտը հանեիր, բացահայտեիր, ով քեզ այդ իրավունքը տվեց։ Շատ ժամանակ գիտես, բաներ կա, որ մենք մարդու հետ խոսում ենք, գիտես, հա լինում է, որ դու կարաս գնաս, նստես մարդու մոտ սիրտդ բացվես, կիսես, բայց սիրելիս, գիտես, բաներ կա, որ դու պետքա չանես, որովհետև քո դիմացինը մարդ է, գայտակղություններով լի։ Ու ցավալի բան է տեղ ունենում, երբ որ արթնանում է, հասկանում է, որ Տերը իրանից գնացել է։ Ոնց, Տեր ջան, մի վարքան, Դալիլան է ինձի մատնե, իրան մատնի, ես քո հետ եմ ուխտարը։ Իմ ուխտը քո հետ էր։ Շատ ժամանակ սերներս մենք կարանք խնդիրների մեջ հայտնվենք մեր իսկ պատճառով։ Ու գիտես մենք ասենք մեզ դավաճանեցին, մեր մասին վատ խոսացին, մեր հասցեին ավել պակաս բաներ խոսացին, բայց իրականությունը լրիվ այլ է։ Իրականությունը լրիվ այլ է։ Ոնց ենք մենք վարվում այդ իրավիճակի մեջ։ Ոնց ենք ես ու դու վարվում այդ իրավիճակի մեջ։ Ինչ դիրք ենք ես ու դու բռնում այդ իրավիճակի մեջ։ Հա մեզի դավաճանում են, հա մեր հետևից խոսում են, մեր հասցեին խոսում են, ինչ դիրք ենք ես ու դու վերցնում այդ իրավիճակի մեջ։ Ոնց ենք ես ու դու վարվում։ Գիտես, Աստվածաշունչը լի է նման իրավիճակներով։ Շատ է այդ իրավիճակներից խոսում։ Մարդիկ նախանձից դրտվելով իրար հասցեին ինչ ասես ասում են։ Նախանձից դրտվելով եղբայրը եղբորն է սպանում, որ Աստված չնկատեց իր զոհը, նկատեց աղբոր զոհը։ Ու դարավ տեղի ունեցավ առաջի մարտասպանությունը երկրի վրա, Կայենը սպանեց Աբելին։ Քանի անգամ Աստված Կայենին ապաշխարելու շանս տվեց, հնարավորություն տվեց, քանի անգամ։ Մի նախադասության մեջ 3 անգամ ապաշխարելու շանս է տալի, ուր է աղբերդ։ Ուր է աղբերդ, ես շատ գիտեմ։ Աղբորը տարունը բողոքում է, հա ինչ անեմ, ես չգիտեմ, քանի անգամ է Աստված շանս տալիս, քանի անգամ։ Ու հետո հենց գալիս է Աստծո դատաստանը, Աստծո պատիժը, մենք ինչ ենք ասում, Տեր, խի ես ամեն ինչ եկավ, ինչի ես դու ինձ պատժում։ Մի եղբայր ունենք, Դավիթ անունը։ Իր համար Աստված ասում է, իմ սրտի համեմատ սիրտ ունի։ Իր համար Աստված ասում է, իմ սրտի համեմատ սիրտ ունի։ Բայց գիտեք ինչ է տեղի ունենում։
Դավիթը մեղանչել էր։ Դավիթը սխալ բան էր արել։ Աստված ուղարկեց իր մարգարեին, Աստված ուղարկեց Նաթանին։ Ասավ գնա հետը խոսա։ Մինչև ես դու ոչ միտեղ չես տենա, որ Աստված բացի Նաթանից ինչ որ մեկին հայտներ դրա մասին։ Գիտես ինչի, արիր այդ նա տեղ կարդանք։ Ամոսի 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթե չհայտնի իր խորհուրդները իր ծառաներին, մարգարեներին։ Սխալ բանի մեջ էր ընկել Դավիթը։ Գիտես ինչ արեց, չասավ չեք տենում ձեր թագավորն ինչ անում, չեք տենում ձեր թագավորը ինչ անում։ Սատանայի նպատակը խայտարակնելն է, Տիրոջ նպատակը հանդիմանելն ու ուշքի բերելն է։ Սատանայի նպատակը խայտարակելն է, Տիրոջ նպատակը հանդիմանի ուշքի բերի, չի ուզում ոչ մեկի կորուստը։ Աստծո խոսքը ասում է իմ սրտով չի ամբարիշտի կորուստը, ես չեմ ուզում ամբարիշտի մեռնելը, ես չեմ ուզում ամբարիշտը մեռնի, ես ուզում եմ ապաշխարի։ Եկեք տնանք ինչ անում Դավիթ թագավորը։ Երկրորդ թագավորաց 12-րդ գլուխ առաջին խոսքից։ Եվ Տերը Նաթանային ուղարկեց Դավիթի մոտ։ Եվ նա եկավ նրա մոտ եւ ասեց նրան. երկու մարդ կար մի քաղաքում, մեկը հարուստ եւ մյուսը աղքատ։ Հարուստը խիստ շատ հոտեր ուներ եւ արճարներ ուներ, իսկ աղքատը բնավ ոչինչ չուներ, բացի միեք գառնուկից, որ ծախու էր առել նրան եւ սնուցում էր։ Նա մեծացավ նրա հետ եւ նրա որդկանց հետ մեկտեղ։ Նրանց պատարիցը ուտում էր եւ նրա բաժակիցը խմում, եւ նրա ծոցումը քնում էր, եւ նրա համար աղջկա պես էր։ Այսին նկարագրում է Ուրիայի կնոջը, թե ինչքան թանկ ու կարևոր մարդ էր Ուրիայի կինը իր համար։ Ուրիայի կինը ինչքան թանկ էր Ուրիայի համար, ինքը ներկայացնում է, թե ինչ կարևոր, ինչ թանկ էր։ Ու հասնում է, հետո մեկը եկավ, Իրանը թողած ուրիշինը վերցրեց, մորտեց, ու Դավիթը բորբոքվում է։ Ոչնչացնել, վերացնել։ Մեկ սիրելիս ուզում եմ դու շատ իրեղնես։ Որ ասում ես, որ հանկարծ ասեն, այս մարդը որ քեզ քո Աստծային սենց բան անի, ինչ կանեիր։ Գիտեք ինչ կանեն ինձ այդ հարցը տվե։ Գիտեք ինձ ինչ կանեն արել։ Ասեմ ինչի ես հայոյել։ Քեզ հայոյել, որ այդ բանը քեզի ասեն, դու ինչ կանեիր, ասում ասել են, հայոյել են, անցել եմ, դրանից վեր եմ, անցել եմ, բա դու ինչ կանեիր, այստեղ Դավիթը ասում է, ոնց, մորտել, վերացնել, 7-րդ խոսքը, և Նաթան Դավիթին ասեց, այդ մարդը դու ես, այդ մարդը դու ես, այսպես է ասում Տերը, Իսրայելի Աստվածը, ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա, և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքիցը, և քեզ տվի քո տիրոջ տունը, և քո ծոցը դրի քո տիրոջ կանայք, և քեզ տվի Իսրայելին և Հուդայի տունը։ Շարունակությունը, և եթե քիչ էր, այն ժամանակ այն էլ կավելացնել, հայրի համարա, ես էլ եղնի, են էլ եղնի, ասում ես էլ են էլ կավելացնեմ, եթե քիչ էր, ես այս էլ այն էլ կավելացնեմ, ինչի համար Տիրոջ խոսքից անարգեցիր, նրա աչքին այդ չարությունը անելով, քետացի Ուրիային սրով մերցրիր, և նրա կինը քեզ համար կին առար։ Ինչի դենց բան արեցիր։ Շարունակությունը գիտես հետաքրքիր է։ Գիտեք երբ կանգնավ այդ ամեն ինչը։
Մեռնելու էր Դավիթը։ Դավիթը պետքա մեռներ։ Բայց հենց որ ապաշխարեց, կանգ առավ։ Հենց այդ պահին պրծավ։ Սելիս ուզում եմ ասեմ, դավաճանությունը զենք է սատանայի ձեռքում։ Ուզում է զինաթափել սատանային։ Մարդկա, որ ուզում է սատանային զինաթափի, ապաշխարի։ Ապաշխարությունը զինաթափում է։ Դավաճանությունը, բամբասանքը զենք են սատանայի ձեռքում, ապաշխարությունը զինաթափում է։ Էլ այդ զենքը քո դեմ չի օգտագործում։ Էլ այդ զենքը քեզի չի վնասում, բայց գիտես մի հատ բան ասեմ, այդ ցանազները թնձելու ես։ Այդ ցանազները թնձելու ես։ Դու չես կարա մարդու հասցեին բամբասանք ցանես, օրնություն հնձես, անեծք ցանես, աղոտ քնձես։ Չես կարա։ Ինչ ցանելու ես, ցանել ես, այն էլ հնձելու ես։ Ավելին ասեմ, տեսել ես, որ մի հատիկ ցորեն ես գցում, ինչ է դուրս գալի։ Մի եկը հաս կա դուրս գալի, չէ՞։ Ցորենի հասք, լիքը ցորեններով, բայց դեր ես մի հատ էի ցանե։ Հա դու ցանել ես, բայց ինքը ծիլ է տալիս, է։ Ինչ որ մեկի սրտի մեջ ցանել ես, ինչ որ միտեղ ծիլ է տվել, ու այդ ամեն ինչը գալիս է, այդ ամեն ինչը գալիս է, այդ ամեն ինչը կանգ չի առնելու, մինչև չապաշխարես։ Սատանան ուզում է խայդարագի, բայց Տերը գիտես ինչ է անում։ Սելիս այնքան է դուրս գալիս այն տարբերակը, որը որ Տերն է անում։ Ուրեմն մեկը կար։ Բոլոր հավատացյալներս իր համար աղանդավոր ու շեղվածներ էինք։ Իր ժամանակով ապրելու ցեղն էինք, մինչև իր ապաշխարելը կարող է մեզի սպաներ։ Պողոսը Տերը հայտնվեց իրան, ու գիտեք ինչ է տեղ ունենում։ Հենց Տեր իրան հայտնվեց, հասկացա, որ Տերն է, բայց գիտես հետաքրքիր ինչն է։ Ուրեմն Տերը չասավ հայտնվել եմ խոսամ։ Իրա դրած կարգը չի խախտում։ Հավատացյալներին շուխուր չարեց, ասավ գնացեք հախից եկեք, կամ գնացեք ասեք, հան այդ չէիր դու, չէ, ուղարկեց իր մարգարեին։ Ուղարկեց իր մարգարեին, Աստված իր մարդու ձեռքով է գործում, սիրելիս։ Աստված իր մարդու ձեռքով է գործում։ Ուղարկեց իր ծառային, ասավ գնա հետը կխոսաս։ Գնաս կասես ինչ կանի։ Գնա ես արդեն ամեն ինչ արել եմ։ Դու գնա իրան ասա ինչ անի։ Համար մեկ դավաճանությունը, որ երկրի վրա տեղի է ունեցել, երբ որ Հուդան մատնել է Հիսուսին, որ հեսա մի քիչ հետո նայենք, ուղղակի նորովին կբացվի, թե Տերը ինչ հետաքրքիր է այդ ամեն ինչը անում։ Նույնիսկ նենց անում, որ սեղանին նստած մարդիկ չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Մտածում են, թե Հուդային հերթական առաջադրանքն է տվել, տոնի համար ինչ-որ սեղան պատրաստի, կամ է գնա աղքատներին ինչ-որ մի բան անի։ Դուք պատկերացնում եք Աստված ինչ սիրով է այդ ամեն ինչը անում։ Ինչ սիրով է այդ ամեն ինչը անում։ Երեմյան էլ էր այդ իրավիճակում, գիտես, չէ՞։ Երեմիա 12:6 Տերն է Երեմիային ասում. որովհետև քո եղբայրներն էլ, քո հոր տունն էլ, հենց նրանք էլ նենգություն արեցին քեզ դեմ, հենց նրանք էլ կանչեցին բարձրացային քո ետևից, դու նրանց մի հավատար, թեև քեզ լավ բաներ էլ ասեն։ Ասում է եղբայրդ էլ, հերդ էլ, ծերոնք, քո ետևից, այնքան են գոռացել ցնդած հավատացյալ, շեղվածի մեկ, ես տղա չունեմ, ես աղբեր չունեմ, որ լավ բան էլ ասեն, ու ասում է մեկը մի հավատա իրանց։ Խևտացոնց 18-րդ գլուխ, խնդրում եմ ուշադիր եղնես, մի քնի։
6-րդ խոսքից։ Դրեցիք։ Ոչ մեկ իր արյունակից ազգականին չմոտենա նրան մերկությունը բանալու համար։ Ես եմ Եհովաս։ Ուշադիր ես, ոչ մեկ իր արյունակից ազգականին չմոտենա նրա մերկությունը բանալու համար։ Ես եմ Եհովան։ Քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը չբանաս, նա քո մայրն է։ Նրա մերկությունը չբանաս, քո հոր կնոջ մերկությունը չբանաս, նա քո հոր մերկությունն է, քո հոր աղջիկա կամ քո մոր աղջիկա, քո քրոջ մերկությունը, թե տանը ծնված լինի, թե դուրսը ծնված, նրա մերկությունը չբանաս, քո որդու աղջիկա կամ աղջիկա մերկությունը, նրանց մերկությունը չբանաս, ըստ որում նրանց մերկությունը քոնն է։ Վատ կողմեր ունի, վատ բան ունի, չգիտեմ, ծնողս վադն է, երեխեն վադն է, այս ամեն ինչը, տեսեք ցանկացած ոլորտին կմնում է, թե խոր տեղնի, թե հալալ եղնի, թե հարազատ մայրը տեղնի, թե մերացու տեղնի, թե հարազատ հայրը տեղնի, թե հերացու տեղնի, ասում է, իրանց մերկությունը չբանաս, որովհետև իրանց մերկությունը քո մերկությունն է։ Մենք մտածում ենք պաչ պրոշտով դավաճանությունը դեն էր, երբ որ Հուդան եկավ մատնեց Հիսուսին, ես դենս չեմ անում, սերիս։ Բայց Տերը գիտեք ինչ անում, իրան համբյուրով մատնած մարդուն, ասում է ընկեր, չչարացավ իրա դեմ, իրան համբյուրով մատնած մարդուն ասեց, ընկեր, համբյուրով ես ինձ մատնում։ Թույլ չտվեց, ընդեղ գրված է, որ ուզեցան թրերը հանեն, մորտեն, սպանեն, բայց ինքը թույլ չտվեց այդ ամեն ինչը։ Թույլ չտվեց։ Հովհաննես ավետարան 13-րդ գլուխ 26-րդ խոսքից։ Հիսուսը պատասխանեց. Նա է, որ ես պատառը թաց կանեմ և նրան կտամ, և պատառը թաց արավ և տված Հուդա Սիմոնյան Իսկարտովացուն։ Եվ պատառից հետո սատանան մտավ նրա մեջ, և Հիսուսը նրան ասեց, ինչ որ անում ես, շուտով արա։ Հիմա խնդրեմ ուշադիր եղնես։ Եվ այս բանը սեղան նստողներից ոչ ոք չիմացավ, թե ինչ պատճառով ասեց նրան։ Որովհետև ոմանք կարծում էին, թե որովհետև Հուդան քսակ ունի, Հիսուսը նրան ասեց, թե առ ինչ որ այս տոնին պետք է մեզ, կամ թե աղքատներին բան տու։ Եվ նա երբ որ պատառն առավ, շուտով դուրս գնաց և գիշեր էր։ Սեղանին նստած են 12 առաքյալները և Հիսուսը։ Հիմա տեսեք, Հիսուսը նենց հետաքրքիր ասում է ամեն ինչը, նենց հետաքրքիր, նենց անմիջական ասում Հուդային է ամեն ինչը, որ կողքի 12 առաքյալներից են 11-ը ոչ մի բան չեն հասկանում, մտածում են, թե Հուդային հեշտական առաջադրանքյա դրե, բայց մենք գիտես ոնց կասեինք, այ դավաճան, հələ հելի դավա եղի ես սեղանից, կներեք ես արդայդությանս համար, հələ աչքիս չերևաս, գնա, երեսը տենա չեմ ուզում, հերիք չի ուղարգում է, հետն էլ նենց է ուղարգում, նենց է շարունակում իրան պայելը, ոչ դեմքից է ցույց տալիս, որ այս եղբայրը հիմա ինձ մատնելու է, ոչ մի բան չի անում, որ եղբայրները 11-ը նստած, մտածին, թե Հուդան գնացել է խանութ վարունգ պամիդոր առնի գա, դուք պատկերացնում եք Տիրոջ մոդեցում է այդ ամեն ինչին։ Դուք պատկերացնում եք Տիրոջ մոդեցում է այդ ամեն ինչին, բայց մենք ինչ ենք անում։ Դավաճան։ Չեմ ուզում երեսը տենամ։
Սելիս դավաճանեն թե չդավաճանեն իրանց որոշումն է, բայց իմ որոշումն է ես ոնց կվերաբերվեմ դրա հետ։ Ես ոնց կվերաբերվեմ դրա հետ։ Թույլ կտամ այդ ամենը մնա իմ սրտի մեջ, թե կանցնեմ դրա վրայով։ Հովսեփի որոշումներ ոնց վարվեր իրեն, իր հարազատ եղբայրների հետ, որ իրան դավաճանել էին, ծախել էին, գցել էին փոսը, ուզում էին սպանել, հետո ծախեցին։ Բայց գիտես հետաքրքիր ինչն է։ Հովսեփը լրիվ ուրիշ բան ընտրեց, լրիվ ուրիշ դիրքորոշում ընտրեց։ Դավաճանել էին, այն էլ ոնց էին դավաճանել։ Պաճ պրոշտով աղբերները աղբորը դավաճանեցին, դավաճանել էին։ Բայց Հովսեփը գիտեք ինչ ընտրեց։ Ծննդոց 50 գլուխ 18-րդ խոսքից։ Եվ նրա եղբայրներն էլ գնացին եւ նրա առաջն ընկան եւ ասեցին. ահա մենք քո ծառաներն ենք։ Եվ Հովսեփը ասեց նրանց. մի վախեցեք, միթե ես Աստծու փոխարեն եմ։ Եվ եթե դուք ինձ դեմ չարություն խորեցիք, ուշադիրեք, բայց Աստված այն լավ դարձնել խորեց, որ աներ այս օրվա եղածի պես, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցներ։ Գիտես հետաքրքիր ինչն է։ Ասում եմ, լսեք, դաժե դուք չար նպատակ եք ունեցել, չար միտում եք ունեցել, բայց Աստված ձեզ չար միտումը լավի դարձրեց, որ շատ ժողովուրդ ապրեցնի։ Գիտես, այնքան հետաքրքիր է սիրելիս, ինչ կան, սենց մի հատ եսիմ ինչ եմ լսում, իմ հասցեին, որ տարբեր հարտակներից, տարբեր տեղերից, ինչ կան եսիմ ինչ եմ լսում, որ հեն ասենք սատանան մտածում է, վсё, այս եկեղեցին կպայթի ու այստեղ մարդ չի մնում, այսօր նայում եմ եկեղեցին ավելի է շատացել։ Սատանան դենց է չհասկացա, որ ինքը ընդամենը կարա գործագից եղնի Տիրոջ ծրագրի մեջ։ Քսանմեկերորդ խոսքը։ Եվ հիմա մի վախենաք։ Ես ձեզ եւ ձեր երեխաներին պիտի կերակրեմ։ Եվ մխիթարեց նրանց եւ քաղցրությամբ խոսեց։ Այ դավաճաններ, հնգակ ձեռս, այդ որ ինձի ծախում եք չեք մտածում, որ ես է կարող եմ մարդես մեծանամ, ամուսնանամ, տուն ունենամ, սերունդ ունենամ, այդ որ ինձի այդ ամեն ինչից զրկում եք չեք մտածում այսօրվա մասին, այդ որ իմ վրա քարեր եք շպրդում, իմ հասցեին ավել պակաս բաներ եք խոսում, բա իմ կնոջ ու իմ երեխեքի մասին չեք մտածում, բա չեք մտածում, որ իմ երեխեն էլ ասոված մնալու, բա չեք մտածում, չէ, գիտես ինչ ասում։ Ես հիմա ստեղ եմ, որ ձեր երեխեքի համար էլ հոգ տանեմ, ձեզ չէ, ձեր երեխեքի։ Ոչ միայն ձեր, ավելի ճիշտ ձեր երեխեքին էլ, իրանց համար էլ հոգ տանեմ։ Ու գիտես ինչ ասում, քաղցրությամբ էր խոսում։ Կարոտել էր, տասնյակ տարիներ եղբայրներին չէր տեսել, այդ նենգությունը իր մեջ չէր պայ, որ իրան ծախել են, ինքը չգիտեմ ինչ չարճարանքների մեջով անց է, ինքը ում տղեներ ուրդեղ հասավ, պաճ պրոշտով դավաճան։ Ամեն ինչ կարա վերջանա սիրելիս։ Գիտես, եթե քո հասցեին ինչ-որ զուր տեղը զրպարտություն ես լսում, կարաս բանատեղ չդնես, կարաս տաս Տիրոջ ձեռների մեջ ու Տեր այդ ամեն ինչի հոգը կտանի։ Շատ եմ իմ հասցեին լսում, բանատեղ չեմ դնում, շատ, ու էդի նորմալ է։ Բայց եթե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հատ դուր ունես, բացած, բան ես թույլ տվե, չարախոսել ես ինչ-որ մեկի մոտ, ու չես ապաշխարել, հանկարծ չսպասես որ մի օր սրա վերջը գա, ասեմ, չի գալու մինչև չապաշխարես։
չի կայնի մինչև չապաշխարես։ Եթե ինչ-որ վատ բան ես ցանել, սիրելիս, ու չես ապաշխարե, ասեմ, այնքան է ցանածը ծիլ տալու, ամեն տարի ծիլա տալու, ամեն ժամանակ ծիլա տալու, մինչև որ ապաշխարես։ Չապաշխարես չի կայնի։ Անառակ որդու կործանումը կայնավ այն ժամանակ, երբ որ ինքը հասկացա, որ մեղանչելա թե երկնքի առաջ, թե հոր առաջ։ Այդ աղքատությունից նորից գնաց մտավ այդ օրհնության մեջ։ Այդ ամեն ինչից գնաց մտավ օրհնության մեջ։ Սամսոնը իր օծությունն ուժերը վերակայնեց այն ժամանակ, երբ որ ապաշխարեց։ Երբ որ ապաշխարեց, բայց գիտես, մի անգամվա հնարավորություն տվեց Աստված իրան։ Մեզ Աստված 100 անգամ 1000 հնարավորություն է տալիս ապաշխարության, ու մենք սենց չէ, ամոթ է հանգարց, ես ոնց կնամ ասեմ, ամոթ է հանգարց իմանան, որ իրականում պատճառը ես եմ։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Ղուկաս 22-րդ գլուխ։ Քահանապետերը ամբողով գալիս են, որպեսզի Հուդան մատնի Հիսուսին։ Ու գիտեք ինչ ասում, այ ում որ համբուրեմ ինքն է։ Իրան բռնեցեք։ Ում որ համբուրեմ ինքն է, նրան բռնեցեք։ Հիմա պատկերացրու, հարազատների, եղբայրները ինձ կհասկանան, նամանավանդ հայերիս մոտ է դա, տենալուց հենց ծանոթ հարազատ մարդ ենք տենում, այ իրան պիտի պաչենք, սաղ ինքարանք այսենց ձեռով բարևենք, բարև, մեկ է ծանոթանանք, Արտուր, Կարեն, ուրախ եմ, յա գև ջան, ու սենց միած սենց հավեսով պաչում ես, ու գիտեք հետաքրքիր ինչն է, ում որ պաչում ես, դրան է մատնում ես, ու սաղ մտածում են, ամենամոդիկ ինքն է, ամենամոդիկ մարդն է, ու բայց ամենամոդիկ մարդուն ես մատնում։ Էդի է համարվում դավաճանություն, էդի է ցավոտ, էդի է ցավ տալի։ Թե չէ ինչ-որ մի հատ Պողոսի ասածը, որ բայց այստեղ են իմ դուրը չեկավ, ոնց որ շատ հբարդ է։ Իրա կարծիքն է։ Իր ասածը իմ համար դավաճանություն չի։ Քո համար էլ կարա դավաճանություն չի, չեղնի։ Սիրելիս, իսկ ամենամտերիմ հարաբերություն, ամենամտերիմ, շատ խիստ պաճ-պրոշտ հարաբերություն իրար հետ ունեն ամուսինները։ Դենց է թե չէ։ Գիտեք վադը որն է, որ հենց այդտեղ է ծնվում դավաճանությունը։ Դրանից ցավալի դավաճանություն չկա։ Աստծո խոսքը գիտես ինչ ասում, ասում է, եթե եղբորդ, որ տեսել ես ու չես սիրում, Աստծուն, որ չես տեսել, ոնց կարաս սիրես։ Ասեմ, եթե կնոջդ, որ տենում ես, գրգում ես, թուշը համբուրում ես ու իրան դավաճանում ես, նույն էլ հագարակը, Աստծուն է կդավաճանես, ավելին ասեմ, արդեն դավաճանել ես, եթե դրա մեջ ես։ Չէ, ես սեյցև բան չկալ ես։ Ինչ-որ մեկը մի հատ SMS է գրում։ Ուզում եմ գամ խոսամ հետդ, ասեմ արի, բայց ասում ասենց մի հատ կարևոր բան եմ էլի ուզում ասեմ, նայ ասում եմ, կինս SMS-ներս բռնել է, իմ SMS-ները բռնել է, որ ես ինչ-որ մեկի հետ գրվել եմ, ասում է, արի գնանք, հովիվի հետ խոսանք,
Չես ուզում մեր հովի հետ խոսանք, ամաչում ես, արի գնանք կյանքի խոսքի հովի հետ խոսանք, այ կգնանք, համարը վերցնում են եղբայրներից ինչ-որ մեկը տալիս է ու գրում են, արի գնանք խոսանք, գալիս է խոսալու, ու գիտեք այդ ընթացքում որ պետք է գա խոսալու, ինձի թակուն SMS է գնում, ասում է որ կնիկս հարցնի, ինձ քո ներկայությամբ հարցնի, դե հիմա երկնքի երկրի առաջ ասա, ինձ դավաճանել ես թե չէ, որ ասեմ չէ, բայց դու իմացի որ հա։ Ասի շատ համարձակ ես։ Ասի կարաս այդ հան կնոջդ ասես։ Կարաս ասես, հա, խնդրում եմ կներես։ Մենակ ետ քեզի կփրկի։ Ասի եթե մտածում ես, որ դու պետքա գաս, այդ ամեն ինչը ասես, ու մտածում ես ես պետքա դառնամ այդ ամեն ինչի մեջի գործակից, որը որ հաստատ չեմ դառնա, իզուր ես գալիս։ Նախորոք ասում եմ, իզուր ես գալիս, մի արի։ Ուզում ես կանգնի այդ ամեն ինչը, որ ուզում ես կանգնի, կկանգնի այն ժամանակ, եթե սրտանց ապաշխարես ու հրաժարվես, այդ ժամանակ կկանգնի, իսկ գիտես ինչ էր եղնելու, իր մտածելով, սենց գալու էր, այդ ամեն ինչը ասեր, սենց քրդին կսրբեր, հելներ սեր, ֆու, լավ բրծանք, չի գործում, ես այդ տարբերակը չի սիրելիս, ես մեղքի հետ կոմպրոմիսի չեմ գնում, Հալելույա, արի ոտի կանգնենք։ Ուզում եմ այսօր մի հատ աղոթք անենք իրար հետ, զինաթափենք սատանային։ Հիշես են ում մասին, ինչ որ մեկի մասին, ում մոտ, ինչ որ մեկի մոտ վատ բան ես խոսած է, ապաշխարես, զանգես իրանից ներողություն խնդրես, որ տիրոջ օրհնությունները վայելես։ Այսօր պետք է զինաթափության աղոթք անենք, որ սատանային զինաթափենք։ Այնքան եմ սիրում ժողովուրդ, իր սահմանները սենց ճնշել, շատ եմ սիրում։ Մարդ կա, որ սիրում է սատանային ճնշել։ Գիտես ոնց կարաս ճնշես, քո սրբությունով տիրոջ առաջ, իմ աչքի առաջ ինչ կանել ուզենաս Փառք Հիսուսին, իմ աչքի առաջ ինչ կանել ուզենաս սուրբ ձևանաս, կներես որ դենց եմ ասում, մի քիչ կարող է կոպիտ է, ինչ կանել ուզենաս ցույց տաս որ դու սուրբ ես, սելիս ինձի քո սրբությունը պետք չի, ինձի քո մարդկությունն է պետք, քո մարդ տեղնելն է պետք, քո բարի ու լավ մարդ տեղնելն է պետք, սրբությունը Աստծո առաջ բայ, ամեն Սրբությունը Աստծո առաջ բայ։ Էդի շատ ծածուկ հարաբերություն է, շատ կներես ես բարես համար ինտիմ հարաբերություն է, քո ու Աստծո առաջ է։ Էդի իր առաջ բայ, բայց մարդու հետ մարդ եղեք։ Քո մոտ սրտից սիրտ կիսված մարդու հետ մարտավարի վայրվի։ Մի փորձի ելնես ուրիշ տեղ ասես, դրանով իրան տկարացնես, հասկանալով մի հատ կարևոր բան, որ դու իրան չես տկարացնում։ Քեզ թվում է դու իրան ես տկարացնում։ Քեզ թվում է դու իրան ես տկարացնում։ Գիտես քանիսն են եկե մարդիկ, անձամբ ես եկեղեցու հովի վերնելով հանդերձ կարամ ասեմ, շատերը երբ որ եկել են իմ մոտ ինչ որ մեկի մասին, ինչ որ մեկի բացի մասին ասելու սխալ սրտի դիրքով, ոչ թե օգնելու։ Գիտես ինչ եմ ասել, բայց yaman բաց բերանն ես, հա։ Yaman բաց բերանն ես։ Գիտես քանիսն են փորձել, քանիսն են ավել պակաս բան խոսացել, փորձելով որ տկարացնեն, վատ բան ասեն, ու միակ մի հատ բան են լսել։ Վատ բաները գնացել խոսացել են, անկեղծ եմ ասում, գնացել մարդկանց մոտ վատ բան խոսացել են։ Մտածելով որ այդ մարդու մոտ կարծիք կփոխեն։ Այդ մարդը կարա ինչ որ մի հատ վատ բան մտածի, всё, ասել եմ ինչ որ պետք է։ Մեկ է մի հատ զանգ կամ SMS գալիս է, այս մարդու զգուշ մնա։ Ինչի։
Ինչի։ Որովհետև երևի այս վերջի խոսքը չէինք կարդացել երևի։ Ղևտացոց 18-ի 10-րդի վերջի խոսքը։ Ըստ որում նրանց մերկությունը քոնն է։ Աղբերս, ընկերս, ողքուրս, կինես, ամուսինես, բայց առիթը բաց չեն թողում։ Ընկերու մոտ պատմեն, այնքան վատն է, քո մերկությունն է։ Կամ ընկերներով հավաքվում են, ես վերջերս մի բան լսեցի, եղբայրներից մեկն էր պատմում, ասում է հով ջան, գնացել եմ տեղեկի հետ միտեղ նստել ենք, շփվում ենք, ասում է իմ հին ծանոթներն էին, իմ աշխարհիկ ընկերներն էին, ասում է գիտես ինչն է սարսափելի, ասում է որ ամեկ մեկը չսկսեցին իրանց կնգը տանցից բամբասել է։ Ախպեր տուներ տալ չեմ ուզում, արա հորս սարև, այդ ինչ ասելու բան է։ Ոչ տուն եմ ուզում գնամ, ոչ երեսն եմ ուզում գնամ, ու ասում ասես լսում եմ, ասի հետը իրանք պաչ պրոշտով կնոջ հասցեին ավել պագաս խոսում են, եսով եմ որ իմ հասցեին չխոսամ, սելիս այդ ենք իմացի, եթե ինչ-որ մեկը քո մոտ ինչ-որ մի բան խոսում է, ուրեմն իմացի, ինչ-որ մեկի մոտ է քո մասին է խոսալու, դու էդի կարաս կայնացնես, դու էդի կարաս կայնացնես, դու պետք է եղնես են մարդը, ինչ-որ մի բան որ հասնում է քեզ, քո վրա կանգ առնի, քեզանից ենկոմ չգնա, քեզանից ենկոմ չգնա, այդ ժամանակ դու չես եղնի այդ պաշպրոշտով բամբասողների մեջ, դավաճանների մեջ, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, հալելույա,